Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկ.am YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Իրավունք թերթը գրում է. ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ Կիրակնորյա կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձրել է ծայրահեղ նյարդայնացած։ Ըստ աղբյուրի հասկացել է, որ ոչ թե ընդամենը շոուն չստացվեց, այլ իրականացավ վատթարագույնը, որի մասին կարելի էր միայն մտածել ինքն իրեն դրեց ծիծաղելի վիճակում։ Նախ որևէ լուրջ ռեակցիա եկեղեցուց եւ ընդդիմությունից չեղավ, որ մարդ բռնեին շոուի երկրորդ սերիա սարքելու համար։ Եկեղեցին բավարարվեց միայն կարգալույծ քահանայի պատարագ անօրինականություն որակելով ու զուգահեռաբար վեհափառի անցկացրած պատարագը ցույց տվեց, թե իրականում ում հետ են հավատացյալները։ Երկրորդը Փաշինյանն իր աչքով տեսավ, որ բացի հրամանի ուժով բերվածներից քչերին հետաքրքրեց այդ պատարագն իր մասնակցությունն էլ։ Ամենավատը սեփական թիմակիցների հիմնական մասի կողմից անտեսվել էր, անգամ ամենամերձավորներից շատերը մտքներով անգամ չանցկացրին այդ խաղի մեջ մտնել, հասկացնելով, որ ինքն է մտել դրա տակ, թող հիմա ինքն էլ դրա տակից դուրս գա։ Անկեղծ լինենք, Հովանավանքի այս կազմակերպված շոուն իրականում տապալված էր։ Ես հիշեցնեմ, որ դեռ մոտ 10-12 օր առաջ այդ միջոցառումից Նիկոլ Փաշինյանի Հովանին վայելող նախկին քահանա Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ իրենք 10,000 հոգով կհավաքվեն այդտեղ, այսպես որպես սպառնալիք հնչեցնելով ժողովրդի բազմամարդ մասնակցությունը, եւ այդ հայտարարությունից հետո էլ իշխանությունները ակտիվորեն լծվել էին մարդ հավաքելու գործին։ ԼՔՊ գրասենյակներ էր, պետական ինստիտուտներ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, չգիտեմ, համայնքապետարաններ, հնարավոր բոլոր կառույցները զբաղվում էին դրանով։ Քաղաքացիական պայմանագրի հետ փոխկապակցված բոլոր քարոզչամիջոցները լծված էին այդ գործին։ Հանրային հեռուստաընկերությունից սկսած մինչև այն տրանսգենդեր բլոգեր Ռոման Բաղդասարյան։ Մի խոսքով բոլորը փորձում էին մարդ հավաքել։ Եւ այս կարգալույծ քահանան ըստ էության հենց Փաշինյանի միտքն էր փոխանցում հանրությանը, Փաշինյանն էր ըստ ամենայն իրեն վստահեցրել, որ խնդիր չկա, 10,000 մարդով կհավաքվենք, այդտեղ տես ինչ ենք անելու։ Մի խոսքով ամբողջ պետական ռեսուրսի գործադրմամբ, ստիպելով, համոզելով, խնդրելով, աղաչելով կարողացան առավելագույնը, ես շատ ֆանտաստիկ թիվ եմ ասում, 2,5-3,000 մարդ հավաքել, բայց այստեղ կան հիմնական տարածվող լուսանկարներում 2,000-ից ավել մարդ չի երևում։ Մյուս փաստը, որ խոսում է այն մասին, որ Փաշինյանը տապալվել է, դա այն է, որ իր սրտի սորոսածին Դանիել Իոնիսյանը այս անգամ ոչ մի մասնակցության հաշվարկ չարեց, դրոն չթրցրեց կամ գուցե թրցրեցին, հաշվեցին, տեսան տակը բան չկա։ Չգիտեմ, ես չեմ հանդիպել, որ այդ մարդիկ սորոսածին այդ բանը անձը ինչ-որ տվյալ հրապարակած լինի։ Երրորդ հանգամանքը, որ խոսում է այն մասին, որ Փաշինյանը տապալվել է եւ ինքը գիտակցում է դրա մասին, վերադառնալուց անմիջապես հետո հայտարարեց, որ այս կիրակել է գնալու, կրկնելու է իր այցը Հովանավանք, վստահաբար հիմա պետական պաշտոնյաներին սիրամարգ են դարձնելու, որպեսզի ավել մարդ հավաքեն, խայտարակ չլինի, բայց արդեն երկրորդ անգամից արդեն անհամություն է դա դառնալու, վստահ եմ մարդիկ անլուրջ են վերաբերվելու անգամ այն դեպքում, երբ Փաշինյանը կարողան այդտեղ ասեն 20,000 մարդ հավաքել, շատ ֆանտաստիկ թիվ եմ ասում։ Հրապարակ թերթը գրում է. իշխանական կուլիսներում երեք քննարկվող գլխավոր թեման բնականաբար Հովանավանքում կիրակնորյա պատարագն էր, որն ի ցույց դրեց իշխանություն եկեղեցի հակամարտության վերաբերյալ շարքային քաղաքացիների դիրքորոշումը, դրանով պայմանավորված իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև իշխանության ներսում տիրող մթնոլորտ այս հարցի վերաբերյալ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրանգել էր բոլոր մարզպետներին, նրանք էլ թիմ ղեկավարներին, ինչպես նաև բոլոր ԿՊԱ-ականներին հնարավորինս մեծ թվով մարդկանց ներկայություն ապահովել Հովանավանքում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ժողովուրդը ողջունում է վեհափառի դեմ իրենց արշավը, եւ դրա ապացույցը կտրիչ Ներսիսյանի կողմից կարգալույծ արված քահանա Տեր Արամի, իսկ ավելի ճիշտ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին մարդկանց ակտիվ մասնակցությունը պետք է լիներ։ Սակայն Փաշինյանի պլանն ամբողջովին ձախողվեց, քանի որ վարչական լծակների գործադրմամբ ուժային տասնյակ
աշխատակիցների ներկայությամբ նրանց հաջողվեց ըստ իշխանական հաշվարկի հազիվ 1000-1200 մարդ հավաքել, որից եթե ոստիկաններին եւ քաղաքացիական հագուստով ՊՊՑ եւ ԱԱԾ ծառայողներին անենք, տակը հազիվ 5-600 մարդ կմնա։ Այստեղ արդեն կրկնվելու ենք նույն բանը չասեմ, այո, Փաշինյան տապալվեց այդ միջոցառման կազմակերպմամբ։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ-ի նախընտրական պոպուլիստական նախագիծը շարքային զինծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելն է։ Բուրըն քննարկվում է այս նախագիծը զինված ուժերի գլխավոր շտաբում։ Մեր տեղեկություններով գլխավոր շտաբի մեծամասնությունը կատեգորիկ դեմ է զինված ուժերի կրճատմանը։ Չնայած իշխանությունը հայտարարում է, թե քաղաքական որոշում է կայացրել եւ պատերազմ էլ չի լինել, ուստի սահմանների անվտանգության խնդիրը նախկին չափանիշներով պետք չէ մոտենալ, սակայն փորձառու զինվորականներն այս փաստարկն անհիմն են համարում եւ կարծում են, որ խաղաղություն կարելի է հաստատել միայն ուժով, համարում են, որ նախագծի տակ հաշվարկ չկա։ Սակայն իշխանությունն անդրդվելի է, մասնագետների տեսակետներն արհամարվում են, քանի որ հիմա ամեն ինչ ծառայեցվում է նախընտրական շահերին, իսկ գեներալները ռիսկ չեն անում բարձրաձայն ընդդիմանալ։ Հրապարակ թերթը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսետ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում, Լիսկայի ազգուտակի արժանի փոխարինող դարձել։ Մամուլը բազմիցս գրել է նրանց մասնակցությամբ ռազմորկանների մասին, որոնք անպատիժ են մնացել, քանի որ մարզի դատախազը Մելիքսետի որդին է, Մասիս Պողոսյանը։ Չնայած գլխավոր դատախազին մարզի ԿՊԱ-ականները բողոքել էին Սյունիքի դատախազից, սակայն մեզ ասացին, որ հայրը, որը Սուրեն Պապիկյանի խորհրդականն է, նախարարին խնդրել է բարեխոսել որդու համար։ Տեղեկացանք, որ հիմա էլ փորձում է փրկել քրոջ որդուն տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին, որի նկատմամբ ապօրինի ընդերք օգտագործման փաստով վարույթ է հարուցվել։ Ամիսներ առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ ՊԵԿ-ի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ տեղ համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության ընդերք է օգտագործվում։ Մելիքսետ Պողոսյանի այս պատմությունը եւ ընդհանրապես ԿՊԱ-ականների պատմությունը շատ վառ կերպով ցույց է տալիս այն, թե ինչ է լինում, երբ մարդիկ չեն ընտրում պարկեշտ մարդկանց, չեն ընտրում սկզբունքներ ունեցող մարդկանց, չեն ընտրում կրթություն, փորձառություն ունեցող մարդկանց, այլ ընտրում են զուտ, որ այդ օրվա իշխանությանը ատում են։ Եվ հիմա մենք նորից կարող ենք այդ շրջադարձը ունենալ, նորից վերադառնալ այս նույն իրավիճակին, եթե ԿՊԱ-ականներին մերժելի, իսկ հանրությունը մերժելու է իրենց, մերժվի զուտ ատելության հիմքով եւ ոչ թե նաեւ այն հանգամանքը հաշվի առնելով, թե ովքեր են փոխարինելու իրենց։ Հիմա այս Մելիքսետ Պողոսյանը, այս գեներալ նախրճին վստահաբար Սուրիկ Խաչատրյանի ժամանակ դժգոհել է, չէ՞, Սյունիքում ստեղծված իրավիճակից, բայց քանի որ ինքը երազել է իրականում ինքը դառնալ Սուրիկ Խաչատրյան, դառել է Սուրիկ Խաչատրյան։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. իշխանությունները իդեմս Նիկոլ Փաշինյանի չեն պատրաստվում նահանջել եկեղեցու դեմ սկսված արշավից, օրաթերթի իշխանությանը մոտ գտնվող աղբյուրները փոխանցում են, որ կաթողիկոսի դեմ արշավը շարունակվելու է, իշխանականները ամենօրյա ռեժիմով նրանք քննադատելու են, հորդորելով հրաժարական տալ, իսկ Փաշինյանը փորձելու է իր շուրջ հավաքել այն հոգևորականներին, որոնք պատրաստ են իր հետ քայլերթով հասնել Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ըստ իշխանական մեր աղբյուրների Փաշինյանի կարծիքը դեռ չի հասունացել վեհարան գնալու ժամանակը, դրա համար դեռևս կշարունակեն Հովանավանքում պատարակների ժամանակ մարդկանց համախմբել, իսկ երբ նկատեն, որ մարդկանց թիվը ավելանում է, նոր կքայլեն դեպի Մայրաթոր Փաշինյանի ուղեկցությամբ։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը, գրել ձեր կարծիքը։ Աստորաթերթը գրում է. այս օրերին նորմալ մարդկանցից շատերը նշում են, որ Փաշինյանը կարմիր գծեր է ատում, մարդիկ նկատի ունեն ոչ միայն ազգային եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմն,
ընդհանուր առմամբ այլև կարգալույծ արված նախին քահանայի գործնականում աշխարհիկության վերադարձված անձնավորության այսպես կոչված պատարագին մասնակցելն ու դրա հետ կապված անընդունելի դրսևորումները։ Այս դիտարկումն իհարկե տեղին է եւ համապատասխանում է իրականությանը, քանի որ իսկապես Փաշինյանը կարմիր գծեր է անցնում կամ հատում, սակայն փոքր-ինչ տարօրինակ է այն զարմանքը, որ նկատվում է հիշյալ արձանագրումն անող հայրենակիցների արձագանքներում։ Այո, տարօրինակ է զարմանքը, քանի որ Նիկոլ Փաշինյանը իր գործունեության ընթացքում առավել եւս որպես վարչապետ 7.5 տարի հատել է այդ կարմիր գծերը։ Ես էլ միանում եմ այս զարմանքին, զարմացողների վրա զարմանքին, Նիկոլ Փաշինյանը որևէ կարմիր գիծ չի թողել, մարդը մշտապես թիրախավորել է այն արժեքները, որ ունեցել է հասարակությունը, այո, գուցե այդքան համընդհանուր չի եղել կամ խիստ չի պահպանվել, բայց գոնե ինչ-որ արժեքներ եղել են, Փաշինյան դրել եւ ոչնչացնում է այդ ամենը։ Պաստորաթերթը գրում է. Ժառանգություն կուսակցության հիմնադիր Ռաֆի Հովհաննիսյանն օրերս նշեց, որ զգալի ընդմիջումից հետո կուսակցությունը վերամասնակցում է քաղաքական ընտրական գործընթացներին, խոսքը մասնավորապես վաղար շաբաթում կայանալիք ընտրությունների մասին է, որին Ժառանգությունը եւս մասնակցում է իր ցուցակի առաջին համարը Արկադի Փայտյանն է, ազատամարտիկ է, փոխգնդապետ, էներգետիկայի մասնագետ։ Փաստ թերթի տեղեկություններով այս ընտրությունը ժառանգության համար յուրօրինակ ռեստարտ փորձություն են։ Բանն այն է, որ մեր աղբյուրների փոխանցմամբ Ռաֆի Հովհաննիսյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն։ Ճիշտ է, նա այս ընթացքում էլ պասիվ դիտորդի դերում չի եղել, տարբեր հարցազրույցներ է տվել, մեկնաբանություններով հանդես եկել, սակայն ինքն էլ կուսակցությունն էլ վերջին անգամ ընտրական գործընթացին մասնակցել են 2018 թվականի Երևանի ընտրություններին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթին ասած բացառիկ տեղեկությունների համաձայն քննչական կոմիտեն կրկին հարցաքննել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը, որը տնային կալանքի տակ է գտնվում ու քրեական վարույթի շրջանակում զննություններ են իրականացվել։ Ինչպես հայտնի է, նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար եւ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք։ Նա շարունակում է կրել կալանքը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրի առանցքային խոստումներից մեկը համընդհանուր առողջապահական ապահովագրությունը կարծես մնացել է սոսկ խոստում։ Ծրագիրը համակարգող փոխնախարար Լենան Անուշյանի օրոք այն փաստացի չշարժվեց տեղից, իսկ վերջին շրջանում թեման ամբողջությամբ անցել է նախարար Անահիտ Ավանեսյանի վերահսկողության տակ։ Նախարարը հիմա է մամուլի ասուլիսներով փորձում բացատրել, թե երբ կգործի ապահովագրական համակարգը, ինչպես ծախսերի, ինչ ծածկողականությամբ եւ այլն, իսկ փոխնախարար Անուշյանը զբաղված է ակտիվ բլոգերությամբ ու սոցցանցային սրտիկներով։ Նախարարության աշխատակիցներն անգամ հումորով միմյանց ուղարկում են նրա տեսանյութերը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Շաբաթ օրը հոկտեմբերի 25-ին օրվա տարբեր ժամերին, այդ թվում ուշ երեկոյան եւ կեսգիշերին քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավագ քննիչ Նազելի Սարգսյանը ծանոթագրեր է ուղարկել մի շարք հոգեվորականների։ Հետաքրքիր կլիներ իմանալ աշխատանքային իր երկարամյա պրակտիկայի ընթացքում քանի անգամ է Սարգսյանը ուշ գիշերով ծանոթագիր ուղարկել քաղաքացիներին։ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի հոգեվորականները ՔԿ ներկայանալու առնչությամբ հայտարարություն էին տարածել։ Մենք յուրաքանչյուրս 2025 թվականի հոկտեմբերի 26-ի առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու եւ այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգեվոր պարտականությունները եւ կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ հաղորդության, ասված էր հաղորդագրության մեջ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այդ կերպ փորձել է Հովանավանքի այդ կեղծ պատարագի ֆոնին այլ եկեղեցիներում պատարակներ, որպեսզի չիրականացվեն, որպեսզի եւ մարդկանց քանակ հավատացյալներ կան Հովանավանք, ովքեր կարծում են, որ պարտադիր պիտի ինչ-որ պատարակի մասնակցեն, անգամ եթե այն կեղծ է։ Եվ մյուս կողմից ցույց տա, այսպես ուժի ցուցադրում էր հոգեվորականների նկատմամբ։ Երեք Փաստ-Ինֆո գործակալությունը մի տեղեկատվություն էր հրապարակել, որը մի կողմից զավեշտալի է, մյուս կողմից իհարկե ողբերգական այս մարդկանց որակը իմանալով։ Ներքին գործերի նախարարություն ուրեմն պետական գնումների մեջ էր ներառել հիգիենայի պարագաներ, ասենք կանանցի միջադիրներ, չգիտեմ, կոնյակ եւ այլն։ Սա ցույց է տալիս, որ այս մարդիկ փաստորեն անգամ իրենց ամենամանր խնդիրները պետության հաշվին են լուծում։ Ես վստահ եմ, եթե մենք խորանանք, իրենց
կանանց, ամուսինների, ծննդյան օրերի նվերն էլ երևի պետության հաշվին են առնում։ Ահա այսքան մանր իշխանություն է Հայաստանում, այսքան ցածր որակի իշխանավորներ են Հայաստանում, որոնք իրենց մանր կենցաղային խնդիրները անգամ իրենց աշխատավարձի են միլիոնանոց աշխատավարձի հաշվին չեն լուծում, այլ լուծում են շարքային քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։ Իդեպ այդ աշխատավարձն էլ հարկերից է գոյանում եւ այդ միլիոնները, որ իրենք ստանում են փաստորեն, համարում են, որ չէ, այդ օրինակ ներքին գործերի նախարարության աշխատակիցները, որոնց համար գնվել է դա, եթե աշխատակիցների համար է գնվել, որ ոչ, իրենց օրինակ այդ կանացի միջադիրներն էլ պետության հաշվին պիտի առնեն։ Ես հուսամ գոնե հուսամ, որ այս մի քիչ զարմանալի է վստահ լինել այս իշխանությունների պարագայում, որ այդ կանացի միջադիրները տղամարդ աշխատակիցները չեն օգտագործել։ Եթե գոնե կանայք են օգտագործել, դրանով գոհ ենք պետության հաշվին արված գնումների մասով։ Այսօր այսքանն էինք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, ցտեսություն կհանդիպենք։